Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրներ և ագընթիրներ, Վանաձայնն են ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեգոյան գադարած արդահերտ իր նիստին ընթացքին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր հռչակեց թիվ 3565 և 1051 ընտրադեղամասերու քվեարկություններու արդյունքները։ Երկու ընտրադեղամասերու մեջ երեգոյան ժամը 8-ին ետք արձանագրված են զինվորներու քվեարկության դեպքեր, ինչ որ կխախտե ընտրական օրենքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս գծով դատախազության ներկայացուց հաղորդում։ Ուժեղ Հայաստան գուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումի մասին անդրադառնալով հայտնեց, որ պետք է կրկին ընտրություն կատարվի։ Ան նշեց, թե զինվորներ այլ դեղամասերու մեջ եւս քվեարկած են, սակայն միայն թիվ 3565 եւ 1051 դեղամասերու քվեարկություններու արդյունքները անվավեր հռչակված են, որովհետև Պարկավաճ Հայաստան գուսակցությունը այդ դեղամասերուն մեջ ամենեն բարձր արդյունքները ունեցած է։ Այդպիսով Պարկավաճ Հայաստան գուսակցությունը կզրգեն ազգային ժողով անցնել է։ Մենք իբրև Հայաստանի ամենեն մեծ ուժը, որ արիթը ունի փոխարինելու քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը, կհայտարարենք, որ եթե այս դեղամասերը կրկին քվեարկության չկատարեցին, ապա ժողովրդավարության եւ այլ բաներու գարմիր գիծերը պիտի հադին, շեշտեց Կարապետյան։ Պարկավաճ Հայաստան գուսակցության պամպեր Իվետա Դոնոյան երկու ընտրադեղամասերու ընտրություններուն արդյունքներուն անվավեր հռչակման մասին կրած է։ Այն ինչ որ կատարվեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեջ տասական այլանդակություն է։ Գես գիշերին մտության կողինդակ այս խայդարագությունը Պարկավաճ Հայաստան գուսակցության ուղված հարված էր, որուն նպատակը գարելի բոլոր միջոցներով Պարկավաճ Հայաստան գուսակցության արիթ չդալն է ազգային ժողով մուտք գործել։ Ակնհայտ է, որ անվավեր հռչակած են հատկապես այն դեղամասերու արդյունքները, ուր Պարկավաճ Հայաստան գուսակցությունը ստացած է մեծ թիվով քվեներ։ Ընտրողներու ցայներու քողության ամենեն ցայդուն դրսևորումն է այս, որ հերթական անգամ կբացուցե, որ դեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի արդար եւ տապանցիկ ընտրություններու խաղապարին հետ եւ գասկածի տակ կտնե ընտրության ամբողջ գործընթացին օրինականությունը։ Այս որոշումով ամենեն գոշ ցևով գոտնահարվի քաղաքացիներու սահմանադրական իրավունքը եւ ազատորեն արտահայտվելու կամքը։ Մենք օրինական եւ իրավական գարելի բոլոր միջոցներով պիտի բայկարենք հագաօրինական այս գործընթացին դեմ։ Պիտի փողոքարկենք այս աբորինի որոշումը եւ պիտի օգտագործենք իրավական բոլոր միջոցները նման գամագանություններու կանխելու կամ գասեցնելու համար։ Պաստապան հայրենիք կուսակցության անդամ Սոս Հակոբյան թիվ 3565 եւ 1051 դեղամասերու քվեարկության արդյունքները անվավեր հռչակելու որոշումին արձագանքելով թիմադեդրյան կրառումով նշած է։ Ընտրական օրենսգիրքի 101-րդ հոդվածի առաջին մասը շատ հստակ է։ Եթե ընտրություններու ընթացքին դեղի ունենան այնպիսի խախտումներ, որոնք կրնան ընտրություններու արդյունքներուն վրա ազդել, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գորոշե առանցին ընտրական դեղամասերու մեջ վերստին քվեարկություն կատարել, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումներուն հետևանքները։ Եթե այդ միջոցով այդ խախտումները շտկելը կարելի չէ, ապա ազգային ժողովի ընտրությունները անվավեր կջանցվին եւ կջշտվի ազգային ժողովի ընտրություններու վերստին քվեարկություն։ Այսինքն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ արդեն իսկ հաշված է Պարկավաճ Հայաստան գուսակցության ցայները առանց անվավեր ջանցված դեղամասերու ցայներուն եւ եզրակացուցած է, որ Պարկավաճ Հայաստան գուսակցությունը հավաքակած է իր 4%-ը, անվավեր ջանցնալը արդյունքներուն վրա չաստեր, կամ եթե հայտնված է, որ Պարկավաճ Հայաստան գուսակցությունը անոր հետևանքով չի հավաքած քվեներու 4%-ը, ուրեմն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարած է ակնհայտ աբորինի վարչական ակտ։
Երկրորդ դարբերակը ավելի հավանական է, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշումներով առհասարակ չէ անդրադարձած ազդեցության հարցին։ Նշյալ դեպքին մեջ ընդունված որոշումները անհաբաղ ենթակայեն տադական փողոքարգումի ամենեն քիչը Բարգավաճ Հայաստան գուսակցության կողմ է։ Իր գարկին պաստապան Արցախի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյան գրած է. Բարգավաճ Հայաստան գուսակցությանեն 5 աթոռ կողցան։ Այդ կատարվեցավ 10-51 դեղամասի արդյունքները անվավեր հրճագելով, իսկ հոն Բարգավաճ Հայաստան գուսակցությունը մոտավորապես 130 քվե ստացած է եւ միջինեն էաբես ավելի։ Այս միայն Բարգավաճ Հայաստան գուսակցության հարցը չէ։ Այս ցևով քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը կվերականգնե 3/5-րդի մեծամասնությունը եւ գրնա առանցին սահմանադրական պաշտոններու մեջ նշանակումներ կատարել եւ սահմանադրական օրենքներ ընդունել։ Այս ուղղակի խայդարագություն է, շեշտեց Մելիքյան։ Հայաստանի կառավարությունը երեկվան իր նիստին որոշեց Թուրքիո ջամփով մարտահրավերական օժանդակություն ուղարկել Լիբանան։ Որոշումին համաձայն Հայաստան-Թուրքիա սահմանին մարգարը անցագետը մարտահրավերական բեռներու դեղափոխումի համար պիտի բացվի այսօրվա մինչև 22 հունիս։ Այս անցագետը չի կործեր եւ կորձող իրավական ղեկավարումներով գարելի չէ նշյալ սահմանային գետով մարտոց բեռներու եւ երթևեկի միջոցներու անցումը կատարել։ Փաստաթուղթին մեջ կնշվի, որ որոշումը դրված է Լիբանանի բնակիչներուն, որոնց կարգին իսրայելյան հարձակումներուն իբրև հետևանք վնասված հայ համայնքին մարտահրավերական օժանդակություն դրամատրելու համար։ Հայտնենք, որ անցյալ տարի եւս Թուրքիա բացած էր մարգարայի սահմանային անցագետը Հայաստանեն Սուրիա մարտահրավերական օժանդակության բեռնագարկեր հասցնելու համար։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան շնորհավորական ուղերձ մհղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններուն քաղաքացիական պայմանագիր գուսակցության հաղթանակին առիթով։ Հայաստանի կառավարության լրատվականային համաձայն ուղերձին մեջ նշված է. Իմ ժողովուրդիս եւ անցամբ իմ անունովս սրտանց կշնորհավորեմ ցեզ 7 հունիս 2026-ին Հայաստանի մեջ դեղի ունեցած խորհրդարանական ընտրություններուն ցեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր գուսակցության արձանագրած հաջողության առիթով եւ հաջողություն կմաղթեմ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու մեջ։ Ես լիովին հավատացած եմ, որ դարաշրջանին մեջ երկարատև խաղաղության եւ գայունության հաստատման եւ այդ մասին անհրաժեշտ համագործակցության ապահովման ռազմավարական ցերդեսլականը հաջողությամբ ավարտին պիտի հասնի։ Գրած է Էրդողան Փաշինյանին առողջություն եւ բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին բարգավաճում եւ երջանկություն մաղթելով։ Եվրոպական խորհրդարանի 6 պատգամավորներ 3 միացյալ հայտարարությամբ ողջունեցին Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, զանոնք գնահատելով իբրև թե բաչած ցևով գազմագերբված եւ հայաստանցիներու ժողովրդավարական ընտրությունը արդացոլացնող։ Միաժամանակ անոնք անդրադարձան Ռուսիո ենթադրյալ միջամտության։ Ռուսիա անգամ եւս ցույց տվավ, որ երկիրներու ինքնիշխանության հանդեպ որևէ հարկանք չունի։ Նշեցին անոնք բնտելով, որ Մոսկվա փորձած է հայ ընտրողներուն վրա ազդել սպառնալիքներու, արևդրական սահմանափակումներու եւ աբադեղեկատվական արշավներու միջոցով։ Պատգամավորներուն համաձայն այդ փորձերը հիմնականորեն ցախողած են, իսկ Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը օգնած է Հայաստանին արտաքին ճնշումները դիմակայելու եւ քաղաքացիներուն գարելիություն տված է ազատ ընտրություն կատարելու։ Պատգամավորները գոչ ուղեցին Հայաստանի թիմադրողականությունը ամրապնդելու համար ցերնարգելու հավելյալ քայլերու, որոնց կարգին աջակցել տնտեսությունը բազմազան դարձնելու եւ Եվրոպական միության հետ արևդրական գաբերը ամրապնդելու աշխատանքին։ Պատգամավորները նաեւ ընդգծեցին մուտքի արտոնակիրերու ազատականացման գործընթացին մեջ արագ հառաջանտած արձանագրելու եւ Եվրոպական միության նոր ընկերության արագելության շուտապույտ դեղագայման կարեւորությունը։ Ընտրություններու արդյունքներուն անդրադառնալով Եվրոպացի պատգամավորները նշեցին, որ անոնք կվգայեն Հայաստանի խաղաղության, դարաշրջանային համագործակցության, գաբերուն լայնման եւ Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերությունները նպաստացող ընտրության մասին։ Անոնք պատրաստակամություն հայտնեցին Հայաստանի նորընտիր ազգային ժողովին եւ ԱԲԿ կառավարության հետ համագործակցելու, ժողովրդավարական եւ տնտեսական հետագա զարգացման աջակցելու համար։
Հայտարարության ավարտին պատգամավորները գոչ ուղեցին քաղաքական ուժերու միջև երկխոսությունը շարունակելու եւ հետընտրական գործընկերության մեջ հարության ավելի լայն ներգրավվածությունը ապահովելու, ընդգծելու ժողովրդավարական հաստատություններու ամրապնդման եւ ժողովրդավարական կառավարման մասին հանրային վստահության բարձրացման կարեւորությունը։ Ռուսիո գետրոնական ընդրական հանձնաժողովի նախագահ Էլլա Բաբֆիլովա հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններուն հետևած ռուս թեդերու քնահատումով 17 հունիսին ընտրություններուն արձանագրված են քվեարկության բազմաթիվ խախտումներ արձանագրված են։ Խախտումները եղած են սկզբունքային բնույթի խախտումներ։ Բանֆիլովա նշեց, որ Ռուսիո գետրոնական ընդրական հանձնաժողովի անդամ Բավել Անդրեև Հայաստանի ընտրություններուն հետևած է յահկի ժողովրդավարական հաստատություններու եւ մարդու իրավունքներու գրասենյակի առաքելության գազմին մեջ, իսկ հանձնաժողովի այլ անդամը Լյուդմիլա Մարգինա ներկայացուցած է դիտորդական առաքելությունը։ Մեր գործընկերները պատմած են այն, ինչ որ դեսած են։ Մենք համեմատելու առիթ ունենք, որովհետև անոնց մեջ շատերը բազմիցս մասնակցած են նման առաքելություններու։ Հայաստանը բավական հերացած է ժողովրդավարական չափանիշներեն, հաստատեց Բանֆիլովա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան երեկ հայտարարեց, որ Երևանի թիմած այլընտրանք չի մնալ, բացի հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբութենեն հերացումի որոշումը ընդունել, եթե ռազմական դաշինքի անդամները նման քայլի թիմեն։ Գիտեմ, որ հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբութենեն հերացման գործընթաց կա, գործե եւ եթե անդամ երկիները որոշեն Հայաստանը հերացնել, մենք պիտի ստիպենք որոշումը ընդունել, ուրիշ բան անելիք չունենք, նշեց Փաշինյան։ Պատասխանելով հարցումին, թե արդյոք Հայաստան պիտի շարունակի անդամավճարները չվճարել, թե գրնա հարաճիգային դիրքորոշումը վերադեսության ենթարկել, Փաշինյան ասավ, չենք պատրաստվիր որևէ բան փոխել, նաեւ ավելցուց, որ վիճակով մտահոգ չէ։ Օրը առաջ գազագերբության արտաքին գործոս նախարարներու խորհրդի նիստեն յետք Ռուսիո արտաքին գործոս նախարար Սերգեյ Լավրով հայտարարած էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբության երկիրները համաձայնած են Հայաստանի հանդեպ քայլերու ցերնարգելու հարցը քննարկել գազագերբության կանոնադրության համապատասխան, որովհետև ավելի քան 2 տարի է Երևան անդամավճար չի վճարել։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացային էներգացուցինք հայկական աշխարհի այսօրման լուրերը CZD-ից այն աղորդավար Անտոնին եւ Ներսեսը մնացեք միշտ վանացայինի ունգընթիր